Ապրես, եկեք միասին այդ հատվածը կարդանք։ Վայ, մայրի ջանես։ Հիմա ով ասին, որտեղ եք երկրորդ։ Վակն ու դուռը լի։ Մյուսը, հետո ինչ է ասում։ Վակն ու դուռը լի։ Ահա։ Ասում է չէի մանուշի։ Հահա։ Նով տարբերակունի որն է երորդը լավ մնացել է։ Ադեն գնա։ Որ ասում է չէի մանուշի, իթերներ չեն։ Բայց տարերը խաղնացում եմ, դուք պետք է գծեք և համապատասխան բարեր է։ Ով եք, իստեղ գրած։ Ես գտել ով լճի է։ Շատ է, սարաճի բարը գտել։ Կեցե։ Էլ աղետել բար։ Հələ գտիր։ Հա։ Եվ սպիտակով, սպիտակով։ Հրաշալի է։ Շատ լավ արեց։ Շինցելով կապ և վեկերեքին համար, ինքը կազմված է 6 տարբեր հետաքրքիր հարցերից և մենք հիմա պատասխանի կարգացել։ Ինչ ասեց աղջիկը հայրիկին, չի պատասխանել, չէի մանուշի թիթեռները չեն է, թիթեռներ անցանց ահալի է, թե վայ մայրիկ ջանես, բաղնունի դուրելի, ինչքան սպիտակ թիթեռը գալի։ Վայ մայրիկ ջան, դարի նշի։ Վայ մայրիկ ջան, դարի նշի։ Այո, պատասխան ճիշտ է։ Դուք իրեն կարդան, Էվա ջան։ Եկեք տարբերակները միասին կարդանք։ Ծաղիկ, ամ, Բայց թիթերի ինչ է ձյունը աղջակած Այո, պատասխան ճիշտ է։ Հիմա ասեք ճիշտ։ Դարի պատասխանում մայրիկը։ Ով կարդա։ Թիթեռներ չեն էլ, թիթեռները անցան ճանքների հետ։ Դայնեշ։ Երկրորդը Նարդերը
Ահա, երրորդը։ Ակնոցներով և սպիտակ ինչպես ձյունը։ Իսկ հիմա ասեք, որն էր ճիշտ պատասխանը։ Այո, պատասխանը ինչպիսին էր ձյունը։ Չէ, դուք տարբերակները կարդացեք, ինչ է դժվար։ Եվ տգեր։ Որ տարբերակ։ Փոքրիկներ, այցիներ, ասա քամի տերևների, աշուն մոտ է ձմեր, ինչ է դողում ծառի ծերի, ոսկի դեղի, վար ծիրանի, գույներ հագեք խայտաբղեր, ու Արսինե ջան դու ցույց տվա որ եք ասել ու ճյուղերից ձեր մայրենի եկեք ինձ հետ հախեք ինձ հետ եկեք տանենք հեշտ ու անհետ ճամփոր անհայտ տեղեր չեք իմանա այսուհետև էլ ինչ է դող, ինչ է ձմեր, տերևները լսեցին նախշուն, գույներ, հագան, սվսվալով տխուր երգեր, Ով է խոսում մարդասության մեջ, տերևները քամին հեղնակ, քամի, հարցը վերդա, ինչ է ասում քամի տերևները, քամին ասում է, որ աշխում է դեկել մոտեցրել, թողել ծառը ու հաղջեն նրա հետ տեղի անհայտ տեղեր, քամին ասում է, որ մնար ծառի վրա ոչ չծմելու, քամին աղմուկ է բարձրացնում, ոչ թե խոսում տերևների, դա ճիշտ է, ինչ է նշանակում խայտաբղետ, տրամաբանեք, ինչ կնշանակի խայտաբղետ, կեցեք դուք, որովհետև տերևները աշնանը Այդ տերևները շարժվում քամի աղմուկ հետ, նախշուն գույներով, հաշտված տերևները սևսվալով թռչում են քամու հետ, նրանք մնում են ճյուղերից, նրանք քայլում են ծառի տակ։ Արսինե ջան, մի քիչ ավելի բարձր, ուսում եք իրենք կարդան։ Նախշուն գույներով հագնված տերևները սևսվալով թռչում են քամու հետ։ Մյուս տարբերակ։ Նրանք մնում են ճյուղերին, նրանք քայլում են ծառի տակ։ Կեցեք արդեն 250,000 դրամ ունեք։ Ինչու են տերևները դողում ծառի վրա։ Նրանք դողում են իրեն խաղալու համար, նրանք տաք են զգում ու դրա համար դողում են։ Քամուց և ձմեռից են դողում, մերթ բախվում են
Մեր Տեքստը։ Հաստատ։ Լավ մտածեք, տխուր էր, ուրախ էր, թե լուր էր, Որ տարբերակը։ Կեցե։ Իսկ պուճուրները ծապահարեն մեր մեծ ընկերների Ամենալավ սևաստացիներին ասում ենք